Փառքնեժդեհին եւ ազատություն ապստամբ սասնածարերին։ Ինչպես տեսակ, խորհրդարանը մնաց նույն մուրճ մանգաղաստղը, ինչպես եւ կանխատեսել էինք, մասնավորապես ինչպես կանխատեսում էի ես։ Դեռ մինչև ընտրությունների օրերին հասնելը ես կանխատեսում էի, որ խորհրդարանը լինելու է նույն մուրճ մանգաղաստղը եւ անգամ մարդիկ պնդում էին, որ այս անգամ Ծառուկյան Գագիկը պետք է հայտնի խորհրդարանում, ես անգամ դա էի հերիքում, որովհետեւ ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ Ծառուկյան Գագիկին ուղղակի օգտագործեցին որպես փոշեկուլ, ձայներ փոշիացնող եւ ռուս-թուրքական դաշինքին նվիրող կառույց։ Այդ մարդու ունեցվածքը միջոցները օգտագործեցին, որպեսզի լրացուցիչ 4-5% քվե հապահովի ռուս-թուրքական դաշինքին, որը ինչը եւ տեղի ունեցավ, եւ առավել եւս ասեմ, որ որքան էլ օգտագործվում են այս 3 քաղաքական ուժերը, Սամվել Կարապետյան ասելով հասկացեք նույն Սերժիկ Սարգսյանը ուղղակի Սամվել Կարապետյանի դեմքով է, բայց թիմը անդամները, մտածելակերպ ունեցողները բոլորը նույն ռուսահապատակներն են։ Ռիսկային է 4 քաղաքական ուժ վերահսկելը, որովհետև ազգային զարթոնքի ժամանակ 3 հոգի վերահսկելն ավելի հեշտ է, քան 4 հոգի։ Այդ հոգիների յուրաքանչյուր հոգու այդ գլխի հետևում մարդիկ են կանգնած, որոնք կարող է ցածման պահին անկառավարելի դառնան եւ իր մեջ ռիսկեր կպահանջեր Ծառուկյան Գագիկին պահելը, որովհետև խորհրդարանում էր հետո կարող է այնպիսի դասավորություններ տեղի ունենային, որ խանգարող հանգամանք լիներ այդ կառույցը, որքան էլ իրենցն է, բայց իրենք իրենց ապահովության համար թույլ չեն տալիս իրենց հաշվարկից ավել անգամ դավաճաններ օգտագործեն, որովհետև հարցեր կարող են առաջանալ։ Եվ մնացին հետևում են բոլոր խրոխտ ելույթները, այն կոչերը, Նիկոլի Հասցեին ուղղորդվող են սպառնալիքները, որ այս մարդուն, այս անձին, այս անհատին մնացել է 3 օր, թե 4 օր կառավարելու, որ սենց ենք անելու, նենց ենք անելու, նաև մնաց հետևում Նիկոլի կողմից արած այդ բռնեմ, պարգացնեմ, տատեմ, ինձ տվեք այս մանդատը, ինքը որովհետեւ մեկին չի կալանավորելու, եթե ինչ-որ մեկին էլ օդանավակայանում ինչ-որ պահում են, ձգձգում են, հետ են տալիս, առաջ են բերում, դրանք ժողովրդին հանգստացնելու, որովհետեւ ժողովուրդը այս անգամ բացահայտ բոլորը տեսան, որ ընտրակեղծիքներով է արդեն անցել, Նիկոլի օրոք են որ ասում են ես լեգիտիմ ընտրված բան, էլ ինքը չի կարող այդպես բան ասել, որովհետեւ փաստերը շատ մեծ են, աղաղակող են, ճչացող են եւ ժողովրդի մեջ կա նստվածք։ Եվ եթե այս նստվածքը հանգարց փոթորկվի, որից մեկը չի կարող կառավարել, դրա համար կրքեր չեն բորբոքում։ Գրառում կար իմ մեսենջերում, որ չեք կարծում, որ իրականում ընտրակաշառք չի բաժանվել, ուղղակի Նիկոլը հորինում է, որպեսզի սև ցեխ շպրտի նախկինների վրա, ինքը նախկինների վրա ավելի մեծ ցեխեր է ժամանակին շպրտել, դա ընտրակաշառք բաժանելը, իրենք երբ ոնց ինչ թիվ ուզեն կարող են նկարել միանշանակ է առանց ընտրակաշառքի էլ, բայց դա զսպող հանգամանք է, որ մարդը փողոց դուրս չկա, ես իմ նախորդ եթերների ժամանակ ասել եմ, երբ որ մարդը փող է վերցնում, հետո երբ որ ասենք մարդիկ ուզում են հեղաշրջում անել, փողոց են հրավիրում, այդ մարդը երես չի ունենում փողոց գնալ, որտեղ ինքը իր ձայնը ծախել է, իր համար միևնույն է։ Իսկ այդպես մարդիկ որքան շատ, այնքան հրապարակը պակաս։ Փող բաժանելու նպատակը դա է, իրենք փող բաժանելով չեն ցանկացել, ասենք կեղծել արդյունքները, ել եմ ասում, իրենք երբ ինչ թիվ ուզեցել նկարել են։ Ուղղակի դա փողոցը, տեսեք, նույն Էդգար Ղազարյանը, ով միջև ընտրություններ ինչպիսի տեսանյութեր էր պատրաստում Պետրոս Ղազարյանին նսեմացնող, ԿՊԱ-ականներին, Նիկոլին, չէ, ովքեր իրական հակադրություններ էր, չէ, այսպես սարքում տեսանյութերը, մարդիկ զարմանում են, չէ, ասենք ասում են, ճիշտ հակահարված է խփում, տեղին է խփում։ Այդ նույն մարդը, ինչ որ ասում են խմբակցության ղեկավարն ինքը պետք է լինի այդ ուժեղ Հայաստանի, ասում փողոց դուրս չեն գալու։ Այսինքն գնում է
բանը թուրքական ռեժիմին ծառայելու էլի։ Այսինքն ինչ որ ասեց անցավ, եկավ ընտրությունների օրը ժողովրդին հանգստացրեցին, հիմա ամենևին իր գործին։ Մենք մանդատով այս գործը կանենք։ Սերժիկենք էլ, Ռոբերտն էլ չէ, մանդատով էին պայքարում, այնքան պայքարեցին, մինչև Արցախը հայաթափվեց, ու այդ մանդատը դենց էլ մնաց ծերներին, ու իրենք ոչ ամաչեցին, ոչ էլ քեդինը մտան։ Եվ հիմա հերթը հասել է Հայաստանին։ Եվ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում ընտրություններից հետո առաջի օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյան դա Ադրբեջանի նախագահի օգնականն էր, որ մտավ Հայաստան։ Մտավ եւ գնաց իր այդ ծննդավայրի մարզերն էլ մի հատ տեսավ, կարոդն առավ, ու այնքան հպարտ էր քայլում, ասես հորտուներ եկել։ Զուգահեռ Ռուսաստան-Թուրքիա հանդիպում է տեղի ունենալու, իսկ սրանք շատ արագացված, խտացված ուզում են պայմանավորեն իրենց ռուս-թուրքական գործը Հայաստանի հետ կապված, ուզում են ավարտին հասցնեն, երևի ռուսին ուզում են հասկացնեն, քո վիճակը ծանր է, դու իսկապես չես կարող արագացրա Հայաստանը մեզ տալու process-ը արագացրու։ Նման խնդիրների առաջ են կանգնել, նամանավանդ այն պահին, երբ որ Պարսկաստան-Ամերիկա բանակցություններում դրական տեղաշարժ զգացվեց, սրանք հասկացան, որ եթե Պարսկաստանը համաձայնի վերջնական ամեն գնով, ամեն ինչով Ամերիկայի հետ, իրենք այդ Զանգեզուրի միջանցք առավել եւս Հայաստանի հետ խնդիրներ են ունենալու եւ ուզում են արագացնել Թուրքիայի արտգործնախարարի կարծեմ պետք է Մոսկվա գնա այս այցերը, այս Ադրբեջանի մեր մոտ գալը, այս նախկինների հանգստությունը արդեն հանգստացել են մանդատ են վերցնում, այսինքն Պուտինը իր մուրջ մանգաղը աստղը վերարտադրեց եւ ամեն ինչ ընկավ իր տեղը, հիմա վախվորած ուզում են ժողովրդի այս քիչքը որ մնացել է, որ շատ հնարավոր է որ պայթի, ուզում են կամաց նստեցնեն, որ հանգարց իրենց ծրագիրը չխափանվի։ Եվ չի բացառվում, որ արդեն պարսիկը երբ որ դե արդեն ասում են, որ եկել են ինչ-որ ընդհանուր հայտարարի, բայց բաներ կան, որ իրենք չեն ընդունում, եւ շատ հնարավոր է, որ արդեն կոնկրետ գործողությունները սկսվի տարածաշրջանում, շատ խիստ միանգամից սկսվի եւ ռուսներն ու թուրքերը չհասցնեն, բայց նախկիններին ու ներկաներին ընտրած հայ մարդ, դու երբ որ աչքերդ բացվի, երբ որ հասկանաք բևեռը ժամանակին ինչ էր ասում, երբ որ զգաք, որ դուք սխալվել եք, որ Հայաստանը ոչ թե փորձել եք թուրքերից փրկել, այլ թողել եք, որ Պուտինը շատ հարմար հանձնի թուրքերին, իսկ այն մի կողմի համար էլ ուղղակի հանձնի թուրքերին, այլ դուք երբ որ կզգաք, դուք երևի ընդհանրում եմ փողոցում քայլելիս, երբ որ ասենք ազգային մտածելակերպ կամ սասնացուր բևեռական տեսնեք, ամոթից գլուխներդ կախեք, որ դուք որը մեկը փողի համար, մեկը անհասկանալով, մեկը չհասկանալով, մեկը չգիտեմ եսի ինչով, մաշկով, գլխով, հետույքով մտածելով երգիրը տանում եք դեպի թրքացման։ Իսկ Իլհամը ադամները սրած սպասում է։ Ինչևից է չեմ ուզում երկարացնել, տարածաշրջանում շատ բաներ կախված Պարսկաստանի եւ Ամերիկայի ընդհանուր հայտարարի գալուն, իսկ դրա հետ տեսնում ենք, որ ռուս-թուրքական այդ բանակցությունները սկսում են ակտիվանալ, Ադրբեջանը արդեն շատ հանգիստ բարձրաստիճան պաշտոնյա է ուղարկում Հայաստան, խոսում է Նիկոլի, Բաքու գնա կայանալի կայց երևի շուտապույտ կազմակերպեն, եւ այն Ռուսաստանի բանի սպառնալիքներն էլ արդեն չեք լսի, ծիրաններ կընդունեն, հանքային ջուրներ կընդունեն շուտով, չնայած ճար չունեն, նաեւ չընդունելու, բայց եւ մի կողմից էլ իսկապես թուրքերը տեսնում են, որ Ռուսաստանի վիճակը այնքան է ծանրացել, որ Ռուսաստանը էլ չի կարող անգամ ամբողջ Կովկասը պահել եւ շատ հնարավոր է ոչ միայն Վրաստան, Հայաստան, թեկուզ Ադրբեջան, քիչ հարց է Ադրբեջանի հարցը, բայց շատ հնարավոր է Հյուսային Կովկասի այդ հանրապետություններն էլ փորձեն ճի կանել Ռուսաստանից անջատվել եւ հայտնվեն արևմուտքի ազդեցության տակ։ Նրանց ցանկությունից է կախված, թե ինչպես իրենք իրենց կդրսևորեն, չի բացառվում, որ Սև ծովը ընդհանրապես կտրեն Ռուսաստանից, եթե ինքը շարունակի այս ոճով։
Սպասենք իրադարձությունների, ազգային ժողովրդական բևեռը ձեռքերը ծալած չի նստում, ուղղակի լավ չէր, որ դուք չընկալեցիք մեր ասածը եւ ժամանակին հետեւություն չարեցիք։ Ես համոզված եմ, որ մենք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել ենք, մի բան էլ ավել, բայց ժողովուրդը մնացել է անտարբեր նորից։ Դուք մնացիք անտարբեր, մենք մեր սուղ միջոցներով կարողացանք անել ավելին, բայց մենք ձեր համար դուք չգիտեմ։ Այնպես որ մենք ոչ ընկճվել ենք, ոչ հիասթափվել ենք, ոչ վախեցել ենք, մենք շարունակելու ենք Հայաստանի թուրքացման process-ը կասեցնել եւ առավել առաջին հանրապետության իրավահաջորդությանը տեր կանգնել։ Այնպես որ եղեք ուշիմ։